Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Սև ու Սպիտակն է, Գնել Սարգսյան, Գագիկ Մկրտչյան։ Ողջույններս։ Այնպես է ստացվել, որ հիմա ԿՊ-ն ներքին քարոզ արշավի մեջ է, ու քանի որ վարչապետը թիմով շրջում է, երբեմն նաև դու որպես վարչապետ արդեն հասարակության հետ էլ հանդիպում է, իհարկե նախընտրական խոստումներ բան չի կարող տալ, որովհետև դեռ քարոզ արշավը բուն ներպետական չի սկսել։ Ու լինում են դրվագներ, որ ամբողջ մամուլը գնում է այդ ուղղությամբ։ Հիմա մենք ուզած-չուզած դարձել ենք ոնց որ իրանց զոհը կամ իրանց վերահսկողը, հա, որովհետև մենք էլ շաբաթօրերն ենք հաղորդում անում։ Ու տենց համարը ամփոփի չա դառնում, մենակ Կիրակին ենք բաստողնում։ Ամփոփիչը չգիտեմ, բայց զուգահեռ տես գնում ենք, հա։ Գնացել էր Վարդենիս այսօր։ Կարտոֆիլը չասես։ Կարտոֆիլը ինքնըստինքյան ներկայացնելու են։ Գիտես ոնց, այո, գյուղատնտեսությունը եւ կարտոֆիլի բանը այդ կողմի վրա զարգացած, բայց ես չեմ ուզում սնունդից խոսենք, որովհետեւ արդեն վարչապետն էս դրանց դրես տեղը, որ արդեն իրենք էլ չեն անդրադառնում սնունդին։ Նկատել եք երևի։ Հա։ Դարձավ սովորական վերջապես, հասկացան, որ օրինակ կուկուռուզնիկ ուտելու տեղը, երբ որ մարդը եգիպտացորեն աուտում նորմալ է, ավելի նորմալ է, քան են, կամ պոեզի գծերը բանը ուտելու տեղը, երբ որ մարդը կարկանդակ աուտում, այո։ Հիմի ըստեղ ես ուրիշ բան նկատեցի, որը խնդրահարույց է, ու ես դա վաղուց եմ նկատել, կլինի մոտ 3 տարի, ժամանակ առ ժամանակ դրա մասին բարձրաձայնում եմ։ Գյուղացիները մոտենում են հարցերով, վարչապետը այսօր հատկապես կոնկրետ օրինակի վրա բերեմ, գյուղատնտեսական ծրագրերի մասին ներկայացնում է գյուղացուն։ Գյուղացին տեղյակ չի այդ ծրագրից։ Ու այստեղ լրջագույն խնդիր կա, այսինքն կառավարությունը տեղյակա, թե որ չինովնիկը ինչքան պարգևավճար է ստացել։ Տեղյակ կլինի, բայց այստեղ խնդիրը նաև որն է, կառավարման խնդիր կա, կամ դիտավորյալ է արվում, չգիտեմ։ Կառավարությունը նստած ծրագրեր է մշակում, իսկապես գյուղատնտեսության ծրագրեր կան, այնքան լավն են, ես ինքս մտածում եմ, կարող եմ ապուշեմ, որ ես ասֆալտի վրա եմ մնացել ապրեմ։ Կարող եմ գնալ գյուղ ու տնտեսություն դնել ու սկսել իմ կյանքը բարելավել, առավել ևս կապ չունի, ես գյուղատնտեսությունից հասկանում եմ, թե չէ, դրա համար կան հազար բաներ ժամանակակից աշխարհում եւ ահագին բաներ ֆինանսավորում է պետությունը, ահագին լուրջ առաջարկներ անում, թե որ ուղղությամբ եւ այլն։ Մի խոսքով կարող ես աշխատել, կարող ես։ Բայց գյուղացի, որը որ հող ու ջրին կապված է այդքան, տեղյակ չի սրանից։ Այսինքն, հիմա օրինակ, սկսենք մարզպետից։ Չեմ ասում կոնկրետ թիրախային չեմ անդրադառնում։ Մարզպետը համայնքի ղեկավարների հետ ժողովանում է։ Համայնքի ղեկավարը գյուղապետերի հետ ժողովանում է։ Գյուղապետերը գյուղացիներին հավաքում, ասում են, որ գիտեք, այս մի հատ ծրագիր կա, ես կարող եմ ուղիղ օրինակ բերել։ Ուրեմն մի 2 տարի առաջ էր, եթե չեմ սխալվում, 2-3 տարի առաջ էր, որ երբ որ վարչապետը հայտարարություն արեց, ասաց, ձեր բանը այգում, եթե դուք, մասնավոր այգում, հա, այն տնամերձ, մենք տենց ենք ասում։ Եթե տնամերձում ունեք անպիտան ծառ, դա եթե հանեք այդ անպիտան ծառը, մեզնից վերցնեք, դիմեք մեզ, մենք ձեզ կարող ենք հատկացնել ամեն անպիտան ծառի դիմաց սերտիֆիկացված տնկի, կաթիլային ոռոգման հարցը լուծենք, ու այնտեղ ժամանակ դրեք, ինչքան ժամանակ էլ այդ գումարի հետ գործ չունեք։ Մենք կվճարենք։ Ուրեմն կառավարությունից, հանրապետության հրապարակից շատ հեռու չէ, գնաց հասավ Արմավիրի մարզ, մտավ գյուղերից մեկը ու դարձավ գիտես ինչ։ Բայց դուք լսել եք, որ վարչապետն ասում է գնա հիմի այդ այգիները հետ քանդի։ Ես ստեղ խաղողի այգիները այսքան դրել եմ տարիներով, ես ոնց քանդեմ, գիտեն թե պարտադիր է, գիտեն թե պիտի այգիները քանդեն, գիտեն։ Լրիվ ուրիշ բան, այն փոքր ժամանակ կար, չէ՞, փչացած հեռախոսով խաղում էին։ Այդ նույն բանն է դառնում։ Այ այստեղ վարչապետը ժամանակ ունի, այս շատ բարդ համաշխարհային այս վիճակում գնալ հասնել ակետից բեկետ գյուղացու հետ շփվել, լավ, ուզում եք ինձ համոզեք մարզպետը կամ համայնքապետը չի գտնում այդ ժամանակը մարդուն ներկայացնելու ծրագրերը։ Ու հետաքրքիր է ինքը ինչով է զբաղված այդ ընթացքում, էլի։ Չգիտեմ։ Հետաքրքիր է։ Չգիտեմ։ Ինչով է զբաղված։ Եթե ինքը դրանով չի զբաղված, ինչով է զբաղված։ Չգիտեմ։ Այսի հարց է։
այդ հարցը եկեք թողնենք օդից կախված եւ խնդրում ենք հարգելի պարոնայք մարզպետեր եւ համայնքի ղեկավարներ, գյուղական համայնքների ղեկավարներ, խնդրում ենք մեկնաբանությունների դաշտում գրեք արդյոք այնքան ծանրաբեռնված եք, եթե այդքան ծանրաբեռնված եք, որ չեք կարող, ես կասեմ բրավո։ Արդյոք այնքան ծանրաբեռնված եք, որ ամիսը գոնե մեկ անգամ կամ կառավարության ծրագրերը, որոնք որ վերաբերվում են գյուղացուն ու գյուղատնտեսությանը, չեք կարող ժողովներ կազմակերպել, կան մշակույթի տները ահագինն էլ կառուցվում են, դպրոցներ կան եւ այլն։ Ժողով կազմակերպեք, ներկայացնեք։ Եթե չկան, մենք սիրով պատրաստ ենք, օրինակի ես իմ հասարակական կազմակերպությունով պատրաստ եմ միջնորդի դեր կատարել եւ կազմակերպել այդ հանդիպումները։ Դե տես, ոնց որ մի տեսակ կառավարության ծրագրերի օղուր է այսօր մեր մոտ։ Հա։ Բանը կառավարությունը այս վերջին նիստում հաստատեց այն ծրագիրը վերաբացելը բնակարանների, հա։ Այդ ցավ տանեմ, ես չեմ հասկանում, ոնց է պատահել, որ 1200 հոգի չեն հասցրել իրանց այդ ամեն ինչ անեն վերջացնեն, որպեսզի այդ ծրագրի անդամ դառնան։ Ասեմ։ Ոստիված կառավարությունը նորից բացում է, ասա։ Եղել է հակապետական, հակաժողովրդական գործունեություն, որին ԱԱԾ-ն չի արձագանքում, եւ այդ գործիչները հիմա ներկայանում են քաղաքական մրցավազքի մեջ։ Ասեմ, մարդիկ սահմանամերձ ապրողներին գնացել են, խաբել են, ասել են այդ հողերի վրա այդ բաները մի սարքեք, Նիկոլը հեսա այդ հողերը տալցա թուրքերը։ Մարդիկ զգուշավորություն են դրսևորել։ Սա մեկ։ Երկրորդ, մեր այդ սահմանամերձ գոտիների հատկապես բնակչության մեծամասնությունը գտնվում է Ռուսաստանում։ Եվ դրանց մեծամասնությունը շատ վաղուց երևի վերջի անգամ գյուղը տեսել է 90 տղին գնալուց։ Այսպես։ Հենց սրանք լսեցին այս ծրագրերի մասին, ներքին կարգով, շատ արագ եկան հողեր վերցրեցին, տները կառուցեցին, չգիտեմ, երևի էլի հետ գնացին։ Ու այստեղ խախտումներ է, սա խախտում է, ոչ թե իրավական տեսանկյունից, այլ նպատակային տեսանկյունից, որովհետև կառավարությունը այս ծրագիրը անում է, որպեսզի հա, այդ հողը կա, այդ ընտանիքը կա, բայց դե ֆակտո ինքը տունն կա արդեն, հա, ուսած ամեն մեկը զարթեցին իր համար։ Ու այո, շատ գյուղացիներ մնացին ծրագրից դուրս, որովհետև ինչ-որ արհեստական պիկ ստեղծվեց, անգամ քաղաքից գնացին ինչ-որ դաչայի նման սարքեցին ու հաստատ իրանք այնտեղ չեն ապրելու, բայց չէ որ կառավարության նպատակը բնակեցնելն է, որ մարդը ապրի այնտեղ։ Սա է խնդիրը, ու այս խնդիրը այս իմաստով կողմ է, եւ սա նույնպես համայնքի ղեկավարների բացն է, ովքեր որ պիտի դրսևորեն կամք, որպեսզի կարողանային իրենց երբեմնի հարազատին ասել ոչ, դու ստեղ չես, ոչ, առայժմ քոնը չի, առայժմ թող Պողոսը կանի, Պետրոսը կանի, երբ որ գա Մարտիրոսի հերթն էլ, դուք իմանաս դրա մասին։ Այս կամքը, սա պետական գործ չի, հատուկ մոտեցում է։ Մեր Հայաստանի Հանրապետությունում մենք առհասարակ մշտապես ունեցել ենք պետական գործիչների պակաս, ովքեր կարող են իրենց վրա վերցնել բեռ, պատրաստական են վերցնել բեռ, ինչ-որ պահի ոչ էլ ասեն, ինչ-որ պահի ոչ մեկի սրտով արտահայտություն անել, բայց հանուն պետական գաղափարներ։ Չի ասել խնամիմուն, չի ասել սանիկին։ Մենք այս խնդիրը միշտ, որովհետև մենք պետական, մենք դեռ նոր հասկանում ենք պետությունն ինչ է։ Իմիջիալոց մեծ մասը էլի չեն հասկանում, նայելով այս վերջին ճակերտավոր ուժեղների հայտարարությունն ու դրա տակ գրառումներին, չնայած մեծ մասը ֆեյք են, բայց որոշ մասն էլ ֆեյք չեն։ Հասկանում ենք, որ այս մարդիկ դեռ պետություն բառը չեն հասկանում։ Եվ այո, երբ որ օրինակ, հա, ասենք խոսքա գնում Արարատից, նախ Արարատն ու Արագածը ոչ ոք չի հակադրում։ Բայց եթե խոսքա գնում Արարատից ու ասվում է Արարատը մերն է, դա գուցե ես կարող եմ ասել մի հատ լավ առիթի ժամանակ մի հատ էլ պատմական հայրենիքից կենացը խմել ու որևիցե մեկը լուսամուտն էլ բացել նայել այո ու որևիցե մեկը չի կարող ինձ դրա համար նկատողություն անել բայց որ պահից որ ես պետական գործիչ եմ ես պիտի այդ խոսքս օգտագործեմ շատ մտածված ու այո Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը որն է երբ որ արծում են դա Արագածն է մեկը մյուսին չի հակադրվում արհեստական հակադրություններ չի կարելի մտցնել չի կարելի պետական գործիչը չի կարող հրապարակային անգամ մենք հաղորդում ենք վարում չէ մենք հանրային մարդիկ ենք
անգամ մենք չենք կարող շատ դեպքերում մեզ թույլ տալ ասել բաներ, Ամեն ինչ։ որոնք Ամեն ինչ, այո։ Հիմա մենք չենք կարող, Արարատը մերն է, չէ, Արարատը մերն է, բայց Հայաստանի Հանրապետություն չի։ Կուզենք լինել, իհարկե կուզենք, չենք, գիժ չենք չուզենք։ Բայց այդ նարատիվը առաջ տանել այն պարագայում, երբ որ մենք գիտենք շատ բարդ իրավիճակում փորձում ենք պետականություն հիմնել, ես չեմ վախենում այս բառը ասելուց, ու սերունդներին պետություն ժառանգել, ու դա ասել, դա նշանակում է անպատասխանատու փնթի գործունեություն ծավալել։ Համաձայն ես թե չէ։ Դե ասեմ ես քեզ համաձայն եմ, ես հիմա նորից կնահանջեմ պատմության խորխորատները, առաջին հանրապետությունը իր թույլ վիճակով, բայց պետության բնորոշ ամեն ինչ գրեթե ուներ։ Այդ թվում նաև դիվանագիտական կառույցներ դրսում, ընդհուպ մինչև Մեքսիկայում, Արգենտինայում կային։ Ուրուգվայում չէ։ Հա, բայց այդ հանրապետությունը կարողացավ Սարդարաբադի ճակատամարտ հաղթել, նաև ապարանի, Բաշապարանի ճակատամարտ հաղթել, շնորհիվ այդ պետական ադրիբուտների կազմակերպվածության համակարգի, որովհետև չէ, որ այնտեղ առաջի գծում կռվում էին, հետևից գալիս էին օգնելու, բերում էին պարեն, բերում էին ռազմամթերք, այդ չեղած վիճակում, այդ ողորմելի վիճակում գտնվող երկրում։ Բայց ընդ որում այդ համակարգի մեջ էր նաև եկեղեցին։ Եկեղեցին էլ էր այդ համակարգի մեջ, չէ՞։ Եվ չէր ասում ես պիտի իշխանություն լինեմ, համընդդիմություն լինեմ։ Հակառակը Այսինչն ինձ դուրս չի գալիս, ուրեմն ես ոչ հակառակը իշխանությունը գալիս է կաթողիկոսին ասում է եկեք փախնենք Սևան, ընդերից է Թբիլիսի գնալը հեշտ է, ասում է չէ, դուք փախնում եք, փախնեք։ Ես մնում եմ ստեղ ու սկսում են զանգերը 24 ժամ շարունակ Հայաստանի բոլոր եկեղեցիները որ զանգախպեն ինչ կլինի։ Հելեք ժողովուրդ։ Կամ այսօր կռվում ենք, կամ էլ չկանք։ Բայց ինքը եղավ մի մասնիկը պետության։ Իրան գնում էին, իրանք այդ զինվորականներին, զորավարներին օգնում էին, օրհնում էին, զորակցում էին, ամեն ինչով, նաև կային միաբաններ, որոնք կռվի մասնակցում էին խաչելություններով։ Այսինքն մի ընդհանուր բռունցք էր կոլեկտիվ թշնամու։ Մենք անգամ կարող ենք պետական, քանի որ եկեղեցու այս դրսևորման մասին խոսք գնաց, մենք կարող ենք մի փոքր ավելի խորնել գնալ, մինչև համակարգի ստեղծումը, երբ որ դեռ տեղային ազատագրական պայքարներ էին գնում, չէ, եւ Մշո Առաքելոց վանքի պատմությունը կարող ենք հիշել, որտեղ որ Անդրանիկը իր 37 քաջերով մտում է Մշո Առաքելոց եկեղեցի, իհարկե նպատակը գիտես որն է եղել, որ այնպիսի կռիվ տալ, որ արևմուտքը ձայնը լսի։ Իրանց խնդիրը դա է եղել։ Իրանք նախապես որոշել են, որ հաշտության ինչ-որ բաներ չանեն, մի խոսքով, այնպես, որ արևմուտքի ուշադրությունը գրավեն, որ ստեղ մարտնչող ժողովուրդ կա, ժողովուրդ ոչ թե անձեն։ Ու երբ որ մտնում են այդ եկեղեցին, քահանան էլ հետները միանում է իրանց։ 40 օր, եթե չեմ սխալվում, հա, ահագին մի խոսքով շատ լուրջ զորքի դեմ, մոտավորապես մի 15-20 հազարանոց բանակի դեմ, օգտագործելով աշխարհագրական դիրքը, շատ ճարպիկ ամեն ինչ օգտագործելով կռիվ են տալիս, այն աստիճան, որ սուլթանով, բանով, այն որ ցնդում են արդեն, կրակն են ընկել, խայտառակություն ասած։ Ես կարամ ավելի լավ օրինակ եւ երբ որ դեսպան են ուղարկում, թուրքական կողմը դեսպան է ուղարկում, իբր ինչ եք պահանջում, տանք դուրս եկեք, հանձնվեք այս բաների մեջ, բանակցային process են ուզում սկսեն, Անդրանիկը այնպիսի պահանջներ է դնում, այսօրվա Թրամփի նման է, այնպիսի պահանջներ է դնում, որը որ ինքն էլ գիտի, որ չի իրականացվել, 6 վիլայեթների չգիտեմ, ինչ ասես, այնտեղ ինչ կարող են գրել, գրում են։ Ընդ որում այդտեղ էլ արդեն վերջին օրերը, երբ որ իրաց մոտ համ սնունդի պաշարն է վերջանում, համ զենքի, ու գիտես ինչ են արել, այդ
սունդուկները դասավորում են, կներես էլ, այս պատմությունը ասած շատ լավ է, ես սիրում եմ այս պատմությունը։ Սունդուկները ինչքան կա դասավորում են, այն վերջի հացի փշրանքները թափում են կողքերը, իբր այդ սունդուկների մեջ սաղ պարենային մտեր կա։ Այս կողմը եղած վերջին փամփուշտներն են լցնում այս մի քանի սունդուկի մեջ, իբր այդտեղ փամփուշտներ էլ ունեն, դեռ կարող են դիմակայել, անգամ մի այսպիսի զրույց կա, որի իսկությունը չեմ կարող բան, բայց լավն է ինքը, երբ որ Անդրանիկին նստացնում են իրանք էլ կողքերը, բան, սաղ բեմականացված։ Հա, ու թե չեմ սխալվում, Գևորգ Չավուշն է լինում, ով երբ որ Անդրանիկը դնում է մուշտուկը բերանը, Գևորգ Չավուշը այս թուրքերի ներկայությամբ ձեռը մտցնում է վառվող կրակի միջից ածուխս, այդ մլմլացող հանգիստ բերում է, կպցնում է, էլի հանգիստ դնում է տեղը ու կանգնում է։ Ու սա տպավորություն է։ Սա դիվանագիտական աննորմալ աշխատանք է։ Դե համակարգային աշխատանք է։ աշխատանք Երբ որ արդեն գիշերով պիտի դուրս գան, դե գերխնդիրը արված է, արդեն ուշադրություն գրաված է ու պիտի դուրս գան, քահանան մնում է։ Ասում եմ, ես չեմ կարող դուրս գամ։ Համել ինքը մնում է, որպեսզի ուշադրությունը այս կողմից չթեքվի։ Երբ որ արդեն բոլորը գնում են, դե հետո արդեն թուրքերը հասկանում են, մտնում են, վառում են ու ինքը կարծեմ պարսպի վրայից նետվում է։ Նու ամեն դեպքում ինքնասպան է լինում կամ սպանում են այստեղ թույլ տուր, որովհետև շատ դետալային աշխատություն չգիտեմ կա թե չէ, ես պատմության են ընդունված գրքերից եմ ասում, որոնք որ եղել են այդ ժամանակ հասանելի, էլի։ Հա։ Այսինքն դու տես եկեղեցականի դիրքորոշումը։ Նա եկեղեցին չի կարա թողնի դուրս գա, եւ երկրորդ ազատագրական պայքարի մեջ ինքը կարևոր դերակատարում ունի։ Կարևոր եւ հենց բարոյական նորմով գուցե զենք չի վերցել կրակել, բայց իր վրա նայտես, ստեղ էլի շատ լավ օրինակ է, փայլուն օրինակ է, փառաբանման արժանի օրինակ է, բայց օրինակ իմ համար ավելի տպավորիչ է Մուսա Լեռան հերոսամարտը։ Գիտես ինչ, այստեղ մենք տեսնում ենք մի հատ մինի պետություն, ռեալ պետություն, համակարգված։ Զեյթունն էլ է այդպիսին է։ Հա, չէ, բայց Մուսա Լեռանը, լսի, Մուսա Լեռանը, այս մարդը ասում է, ինչքան ցորեն ունեք, հանում եք սարը, ինչքան անասուն ունեք, հանում եք սարը, ինչքան զենք, ինչքան վառոդ, ինչ կա, չկա, ես, կով, տավար, ամեն ինչ քշում եք, հանում եք սարը, այս ինչ օրվանից, այսքան գյուղի ժողովուրդը տեղափոխվելու են այնտեղ։ Իրանք տեղափոխվում են արդեն, ամեն ինչը կա, անգամ արոտավայր կա այդ անասունների համար, դե գիտեն այդ սարի գլխին ջուրը որտեղ է մնացած, ամեն ինչը որտեղ է, հա, ղեկավարն է բնականաբար ֆրանսիական կրթություն ստացած սպա, կարելի ասել այսօրվա տրամաբանությամբ նատոյական սպա, չէ՞։ Ու ինքը կարողանում է կազմակերպի այնպես դիմադրություն, որ վերջում արդեն հա ողբերգական զոհերել են լինում, բաներ են լինում, բայց որ վերջում ստիպված նատոյական նավը, ֆրանսիական նավը գա մի 2-3 արկ կրակի թուրքերը փախնեն, իսկ ինքը հերոսամարտը փառայեղ հերոսամարտը։ Ես այդպես ապրում եմ նաև Զեյթունի դե հա նայ մի քանի տարի նրանք շատ մի խոսքով մենք ունենք շատ գեղեցիկ դրվագներ, բայց այդտեղ որքան մենք ներկայացնում ենք հիմնականում գեղարվեստական մասը ու ցավոք սրտի տեխնիկական մասով աշխատությունները կամ քիչ են կամ կան, բայց մենք տեղյակ չենք լինում։ Դե Ֆրանս Վերսվելը լավ է նկարագրել։ Մուսա Լեռան 40 օրը շատ լավ է նկարագրել։ Ես այլ մյուս պատմություն։ Օրինակ շատ տեղեկություններ շրջանառվում է, որ նույն Անդրանիկը ամերիկյան ռազմական դպրոցում դասավանդել է։ Նու բանա դասախոսություն է տվել, չեմ ասում աշխատել է, չգիտեմ աշխատել է թե չէ, բայց դասախոսություններ կարտացել է ու իմիջայլոց այսօրվա նատոյական բանակ են, որ դու ասում ես նատոյական բանակ։ Ինքը ինչի վրա, ինքը մոբիլ չէ, փոքր խմբերով հարվածային արագ տեղաշարժվող Սպեցնազա ունեցել կարելի ասել։ Այս վիճակն է, բայց մեր ազատագրական պայքարում կակրած նույն Անդրանիկ այդ հայդուկապետական, հա, ֆիդայական կռիվներում այդ մեխանիզմն է օգտագործել, որը դեռ աշխարհում հայտնի չի եղել։ Եվ դրա համար նաև իրենց իմացությունը, իրենց փորձը վերցրել են
Հետո դե բնականաբար արդեն ժամանակի հետ կատարելագործելով ՆԱՏՕ-ի բանակը հենվել է այդ բանի վրա։ Որի վրա որ կարող ենք մենք հենվել։ Մենք ավելի շատ դայտես էլի դու բերում ես զգացմունքային հերոսական։ հերոսական։ Մենք մինչև այդ զբաղվել ենք գեղարվեստական մասով, տեխնիկական մասով չենք ուշադրություն դարձել։ Դրա համար էլ օրինակ նույն 44 օրյայում մենք նախընտրել ենք, ոչ մենք 44 օրյայում, անկախությունից հետո, մենք նախընտրել ենք սովետական բանակի մոդելը։ Շատ ծանրակաշ, բայց բան կանգնող։ Իսկ ՆԱՏՕ-ական բանակը ավելի հիմա մենք իմիջիալոց վերափոխման մեջ ենք, ու շատ լավ ստացվում է, բարգու պատիվ այս աշխատանքով զբաղվողներին, այսինքն այն փոքրիկ ենթաշտաբերով, բաներով արագ շարժունակությամբ 44 օրյայում մեր դեմ դա էր աշխատում։ Մեր դեմ, որ ասում ենք ՆԱՏՕ-ական կրթություն, այ մեր դեմ դա էր աշխատում։ Շրջում թիկունքից այստեղ մի հատ խոճապակցում են գնում են այնտեղից։ Իսկ մեր պատմական է այդ հերոսամարտերի մեջ, օրինակ իմ կարծիքով շատ հզոր հերոսամարտեր Վանի հերոսամարտը։ Դե ես Վանը ասացի դու տենց Չէ, ես երևի լավ չեմ լսել, չեմ ուշադրությունը կենտրոնացել, Վանի հերոսամարտը էլի համակարգային էր։ Այսինքն այս մարդիկ հավաքվում են, ստեղծում են խորհուրդ, որի հրամանները անխոս կատարում են, ոնց խորհուրդ ասի, դե խորհուրդն ասելով է այն հեղինակավոր վանեցիները։ Դե հիմա ես քեզ դրվագներ բերեմ։ Թուրքերը այդ պատմական է։ Հիշի որ Վանը շարունակենք։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք։ Հետ եկանք, հա։ Վանը։ Դե տես, կառավարող խորհուրդ է ստեղծում։ Այսինքն կարելի ասել, այդ խորհուրդը դա վարչապետ է պլյուս խորհրդարան, մոտավորապես, որը ունի ռազմական ենթաբաժին, հա, ամեն ինչ էլ, այսինքն պուճուրիկ մինի պետություն, ու սկսում է այդ հերոսամարտը, որտեղ ավելի թույլ է, որտեղ ճակատը ավելի խոցելի է, այնտեղ այս մոբիլ ջոկատները ուղարկում են, կանայք հավաքում են այդ փամփուշտների պարկուճները, որ նորից օգտագործեն, լիցքավորեն օգտագործեն, այսինքն թուրքերը նայում են սրանց մոտ բանը չի վերջանում, զինամթերքը չի վերջանում, հետո վերջում գալիս է էլի խորհուրդը որոշում, ասում է մեր այս իդեպ ասեմ եզակի քաղաքներից է աշխարհի լինում Վանը, որտեղ ունենում է փողոցային լուսավորություն, գազով փողոցային լուսավորություն, գալիս են ասում են այս գազի խողովակները պետքա կտրվի, գազի խողովակները կտրում են, սարքում են միանգամյա հրանոթ, բայց թուրքերը գիտեն, որ վանեցիները բացի հրացաններից եւ երկու հատ գնդացի որ խլել էին, ուրիշ ոչինչ չունեն, մեկ էլ գմբ, Այս ինչա կատարում, բա հրանոթներ են կրակում Վանից, դե սրանք, որ մի անգամ կրակում են, այս խողովակները պատրվում են, պարզ է։ Եթերից հետո մի բան ցույց կտամ, մենք 44 օրյային ինքնաշեն եղանակով այդպեսի բառեր օգտագործել ենք ու ադեպեջացնելու չէին հասկանում, էսի ճալային։ Էսի զենքա չէ։ Իհարկե, մի հատ կրակում ես ու վեր, բայց այդ պահին ինքը անհրաժեշտ։ Այսինքն իրանք սկսում են հասկանալ, թուրքերը սկսում են Կներես այդ որ ասում եմ 44 օրյա օգտագործել, պետական բանով չեղել, կամավորական, հետո է ունեինք։ Սկսում են ստիպված թուրքերը, որոնք ունեին նաև գերմանացի ինստրուկտորներ, չէ, խորհրդատուներ, իրենց հրանոթները հետ են քաշում, որտեվ հայերը հրանոթներ ունեն, կարան խփեն իրանց հրանոթները ոչնչացնեն, որ հետ են քաշում, այդ հրանոթների արդյունավետությունը թուլանում է։ Եվ ի վերջո հերոսամարտը տևում է այնքան, մինչև ռուսական զորքը գալիս հասնում է։ Արդեն այլ պատմություն է, հասնելուց հետո ռուսական զորքը հետո վանեցիներին թողում է ու փախնում է։ Բայց տես, մենք հիմա ինչ ենք պատմությանը շերտերով գնում։ Իմիջիալոց այդ որ դու ասացիր համակարգված, 1720-ականների Երևանի պաշտպանությունն էլ իդեալական պատմությունը առանձին վերցրել, շատ շքեղ ինքը սոչնես ամեն ինչը դետալային ուժեղ է եղել շատ, բայց ինչի համար ենք մենք գնում ես կողմ ու մենք փորձենք վերլուծենք ինչ տվեց դա մեզ կամ կարող էր արդյոք ինչ-որ բան տալ այդ պահին թե դա երազանքների ինչ-որ sense
ցնորքների գնալու ճամփեներ վերջին կյանքի գնով, չգիտեմ ինչն էր այդտեղ խնդիրը, ինչ էր ստացվում, որովհետև վստահաբար, ասենք օրինակ տես, հիմա Թուրքիայի Հանրապետությունում կա մեծ քրդական համայնք, չէ՞։ Ու հիմա արտաքին ուժեր կան, ովքեր որ աշխատում են, թե քրդերի հետ, թե թուրքերի հետ, թուրքերի օգտին, բայց ոչ քրդերի դեմ, քրդերի բոլոր ձևերով բոլորը աշխատում, այսինքն բոլորը այդտեղ շահ են գտնում, որովհետև տեսել են խոցելիություն կա։ Եվ թե որքանով է դա քրդերի օգտին, դեռ հարցական է։ Եվ իմ կարծիքով Օսմանյան կայսրությունը, երբ որ քանդվում էր, այդ շատ մեծ գրող աղմուկով էր քանդվում ինքը, այստեղից մինչև Ալժիր, Աֆրիկա, պատկերացնում եք, ամենամեծ կայսրությունն էր, այո, քանդվում է։ Ու այստեղ հայերն էլ իրանց ձայնն են բարձրացնում, այսինքն խնդիրը առաջնային դրած էր մի հատ դեռևս ձայն անել, ասել մենք էլ այստեղ կանք։ Այ մի հատ զուգահեռ տանեմ։ հələ Գիտես որ մոլորակից, մեր մոլորակից անընդհատ ազդանշանագնում տիեզերք։ Հա, չէ՞։ Մեր կոորդինատներն է ֆիքսվում, նո ուղարկվում գլխավոր լեզուներն է, ինչա, այսպես բանով անընդհատ սիգնալ է գնում, ինչ որ արդեն մի 50-60 տարի է։ Ու որպեսզի հասկանանք պատասխան կլինի, երբ կլինի ռադիո այդ սիգնալները։ Ու ես նայում եմ մի օր վերլուծական մի հատ բան էր, մեկը ասում է, գիտեք ինչ, ասում է, հարցը այն չի, որ պատասխանող չկա դեռևս, հարցը այն է, որ պատկերացնենք մի պահ, որ պատասխան է լինում, այդ պատասխանը լինում է հետևյալը, կարող եք չաղմկել։ Էդի լավագույն դեպքում։ Դու պատկերացնում ինչ սարսափ կարամ ես հարուցի, երբ որ ընդեղից լինի պատասխան, ու ասեն, քանի ոչ ոք չի նկատել, լռեք։ Այսինքն այս բանն էլ կա։ Հիմա այս օրինակը շատ բան է։ Հիմա մենք աղմուկ ենք բարձրացնում, չէ՞։ Իհարկե ես չեմ ասում պետքա լռենք, բայց այդ աղմուկի ընթացքում մենք աշխարհը որքանով ենք ճանաչում եւ այդ աջակցությունները ինչպես ենք ընկալում եւ ինչ հավատով, բանով, մաքուր բաներով են գնում, բայց աշխարհն ուներ այլ հաշիվներ ու հարցեր։ Նրա խնդիրը հայերը չէին, նրա խնդիրը թուրքերից բան փոկելն էր, ինչ որ ձև կամ սպառը նույնը միջալոց ցեղասպանության ճանաչման ընդունումը 100 տարիա այդ process-ը գնում է, բայց ամեն մեկը տեսեք ինչքան են քաղաքականաբար որ պահին իրաց ձեռնտույա լինում։ Նույն process-ն է գնում։ Հիմա այսօրվա դրությամբ, այսօրվա քաղաքականության մեջ, ասում են եկեք այդ շրջապտույտից դուրս գանք, մենք բարձր ենք գնահատում բոլոր հերոսական դրսևորումները եւ եթե բարձր ենք գնահատում մեր բոլոր հերոսական դրսևորումները, եթե մենք իսկապես սիրում ենք Զորավար Անդրանիկին, Դավիթ Բեկին, Պապ Թակավորին, Արշակ երկրորդին, չգիտեմ, Սմբատ Բագրատունին, Տոտիգրան Մեծին, մյուսին, Հայկ Նահապետին, եթե մենք իսկապես սիրում ենք մեր 44 օրյայում իրենց կյանքը տված տղերքին, մենք պիտի այս շրջապտույտից դուրս գանք, չի կարելի թույլ տալ, որպեսզի ինչ որ մեկը մեր ու Ադրբեջանի խնդիրը իշա իրեն օգտագործի գնացող այդ արանքը մտնի, չի կարելի, կարող են լինել, այո, լավ, Միացյալ Նահանգները կոպիտ ասած խավոր կանգնած, բայց մտցնել դրա մեջ, այն էլ հələ մի քանի պետություն, սա դարձյալ հետ գնալու մասին է, հետ գնալու եւ պետության կորստի եւ պատերազմների դա մասին է։ մոտիկա հենց քո ասածը Եվ այդ գնահատական 1990 միտքս ավարտելու համար, եթե մենք իսկապես սիրում ենք, մեր խնդիրը պիտի լինի պետություն ստեղծելը, ինքնուրույն պետություն ստեղծելը, որը որ այսօրվա դրությամբ, երեք ես նայում եմ, վարչապետը ստիպված է մոտ 8 րոպեանոց ելույթ ունենա, բացատրելու համար պատերազմ ու խաղաղության ինչ է նշանակում, ինչի համար է ինքը ասում, որ սրանք պատերազմի խոսափողներ են։ Ախր դա այնքան ակնհայտ ու տեսա։ Ու այդքանից հետո էլի նայում եմ տակը մեկնաբանությունները։ Ես տեսնում եմ մեկնաբանությունից, որ այս մարդը չի լսում ինչ ասում։ Դու հիշում ես։ Անջատած մտել է։ Դու հիշում ես։ Դու կարող ես նրան չընտրել, չսիրել, քեզ ոչ ոք չի պարտադրում։ Պետական գործունով է սիրում։ Դու հիշում ես Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստը։
Դե վիդեոն էլ կա, տեսանյութն էլ կա։ Ինքը որ ասում է, ես հրաժարական եմ տալի, Ետ իշխանության են գալի, իշխանության է գալի պատերազմի կուսակցությունը։ Հիշում ես այդ խոսքը։ Այսինքն անգամ ինքը, որ այսօր ցավոք լրիվ ուրիշ կերպ է խոսում, այն ժամանակ հասկանում է։ Ուրիշ կերպ չի խոսում, ինքը հիմա այդ պատերազմի կուսակցություններին է սատարում։ Ապրես, էդ ես մի քիչ ավելի նուրբ ասեցի, էլի։ Դե դու ամեն ինչն ես նուրբ ասում։ Վերջը։ Եվ հասկանում ես, այսօր էդի առավել քան առարկայականը այն ժամանակ այդ մարդը հասկացել է, որ կամ ընտրությունը երկու բանի մեջ է, ուրիշ բան չկա, կամ խաղաղություն կամ պատերազմ, կամ ընդ որում ինքը նախադրյալներն էլ ստեղծել էր, որ մեկը պատերազմ։ Բայց ասեց, գոնե թե ասեց, հա։ Գոնե թե ասեց, բայց այսօր վարչապետը հետաքրքիր բան ասեց։ Մի տեսակ այսօր շատ ենք վարչապետի ասածների շուրջ պատմում, հա, բայց դե ի վերջո մեր երկրի ղեկավարն է, պետության ղեկավարն է, մարդը ասում է, մենք չպետք է լինենք կախված մեկից։ Այո։ Մենք պիտի լինենք կախված 7-ից, 8-ից, 10-ից։ Շատից ես ունենում կախվածություն։ Դե կախվածություն բառը մի քիչ այլաբանական իմաստով օգտագործում։ Որքան կախվածություն ես ունենում շատ երկրներից, այսինքն դու ծորեն ես ներկրում 7 երկրից։ Հա։ Իմիջայլոց ու դա անկախության հենց բանն է։ Գրավականն է։ Իմիջայլոց բանի Եվրախորհրդարանի իր ելույթը Այդ հենց սրա մասին է։ Ինքը այնտեղ անկախ պետության ղեկավարի ելույթ ունեցավ։ Նա այնտեղ առաջ աշխարհին ինչ ասեց։ Ասեց նայեք, Պարսկաստանը, Իրանը իմ հարևանն է։ Հա։ Ու ես չեմ կարող այդտեղ անմասն մնալ այդ բան, բայց դուք չպիտի ինձ դիտարկեք որպես, որ եթե նա իմ բարեկամն է, ուրեմն դուք իմ թշնամին եք։ Չէ։ Նա իմ հարևանն է։ Այո։ Դուք պիտի ըմբռնեք, որ դուք եկել եք մի տարածք, որտեղ որ Իրանը հարևաններ ունի։ Ու այս ամեն ինչը ազդելու է, անդրադառնալու է, մենք բնականաբար չենք ցանկանում, որ դա այդպես լինի։ Մյուս կողմից Վրաստանի մասին բարեխոսեց։ Հա։ Եվ սա վստահաբար հենց այդ փոխկախվածության մասին է։ Այսինքն Վրաստան ջան, այն որ Լարսով բանա գալիս գնում, հեսա վաղը մյուսօր չգիտեմ ինչն է բացվելու, հեսա մի խոսքով կանցնի 1000 բան կա, լավ, ես փոխարենեի, դու փոխարենեի, այսպես ներքին խոհանոցներ գոյություն ունեն, տրոհումներ, որոնք որ երբեք ոչ մի պարագայում Հայաստանի Հանրապետության որևիցե ղեկավար, որևիցե ժամանակահատվածում չէր կարող ասել, որովհետեւ մի պարզ պատճառով ոչ թե տեքստը չէին կարող գրել, կարող էին Պարզապես իրենք էլ գիտեն, որ իրենք ֆորպոստի ղեկավար են, իրենք գուբերնատոր են, իրենք պետության ղեկավար չեն։ Մեկ ելք ունեցող երկրի ղեկավար։ Այո։ Մեկ ելք։ Որտեղից կռանտը փակված է։ Ու ընդ որում, այդ իրանց վախերը ու իրանց տեսակետները մեր պարանոցին են փաթաթած եղել։ Մենք ինքներս բոլորս ենք այդպես մտածել։ Մկրտչյան ջան, մենք մտածել ենք լավ, բայց դու միջևս վերջերս։ Այն ինչ որ հաջողեց օգոստոսի 8-ին, այդ Ես բար չունեմ, դա ախր մենք որ ներսից շատ ծանոթ ենք ամեն ինչին, այդ բնութագրելու համար բար չես գտում, այդ հսկայական աշխատանքը, դրա մասին մտածելը վախենալու էր, բավոր Ռուսաստանը, տարբեր ձևերով, եզակի պահ էր, որը օգտագործվեց, Ռուսաստանը թաղված է ուկրաինական պատերազմի մեջ։ Հապես նենց չէր, որ մենք պարզապես առիթից օգտվեցինք։ Չէ, բայց Ռուսաստանը դրդեցեց դրան։ Հա։ Բայց հիմա ես ռուսամետ ուժերը այդ դրդելը չեն տեսնում։ Ես վաղվա հաղորդման մեջ մի հատ բան եմ օգտագործել, դե տեսագրությունն է պարզա, չէ, բայց ստեղ էլ կարելի է դրան անդրադառնալ, էլի, ես անընդհատ հիշում եմ այդ Մորգանի խնամին, այն մեր փառահեղ ֆիլմը, հա, մայեստրո Ավետ Ավետյանը գլխավոր դերում, ու որ բաժակը սենց բարձրացնում է, ասում է նаш ցար, սամի լուչի ցար,
բայց ինքը վիզ դրած բան անում, որպեսի Մորգանի խնամի դառնա, ամերիկացի Մորգանի խնամի դառնա, այն մարդը, որը ռուսական սարիկ են ածնախմում։ Այ այսօր այս ամեն ինչը շատ նման է դրան։ Խոսքս ռուսամետների հենց այդ դուրս եկել ասում չէ, ժողովուրդ ոչինչ որ մենք մի 3 հատ паспорт ունենք, ոչինչ որ FSB-ն է մեզ կարգավորում, կարևորը այնտեղ արանք ունենք մի հատ հարուստ մարդ, ով չգիտեմ, բանում հնարավոր է Իսպանիայում ունի մի հատ լավ ընկեր, պարլամենտում աշխատում, դու նայ ոնց են մտածում։ Մենք գալու ենք բանակես անենք, ասում են մարդիկ ովքեր բանակի հետ կապ չեն ունեցել բավարար չի, իրենց համանդրական պարտականություններ չեն իրականացել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ իրանց երեխեքն ու թոռները։ Ոչ մեկ, մենք բոլորս գիտենք ախր դա ոնց է եղել։ Կամ Կանդասին բերել են, Կանդասը լեգենդար տղա է։ Ես այդտեղ խնդիր չունեմ։ Լեգենդար տղա է նա։ Բայց եթե բանակը քաղաքականացված է եղել կամ Կանդասի նման մարդը միանում է Սամվել Կարապետյանի նման մարդուն, իմ աչքից ընկնում է նրա ամբողջ այս տասնամյակները, այն ամբողջ լեգենդները, որոնք որ եղել են, մի մասը իհարկե ճիշտ կլինի, մի մասը չափազանցված, անգամ գիտես, կան իրավիճակներ եւ կան մարդիկ, ու պարագայում կարելի է մի քիչ էլ չափազանցացնել, այն որ կարելի է։ Բայց այս իրավիճակում դու կանգնես, խոսես բանակը սա ենք անելու, այն պարագայում, երբ որ արվում է հիմա։ Եվ դու չես խոսել, եւ Սամվել Կարապետյանը չի խոսել այն ժամանակ, երբ որ չէր արվում, ու ակնկալել, որ հանրությունը դե ապուշա կարող է։ Չէ, գնալ փող տալ Տակեր Կարլսոնին հարցազրույց։ Կարլսոնին գործից հանեցին։ Էդ էի ասում։ Ու ընդ որում Կարլսոնին կարելի ասել գործից հանեց ու ինչ որ առումով նաև փչացրեց հենց ինքը Թրամփը, ով որ Կարլսոնին առանձնատուկ տեղեր տալիս, առանձնատուկ մեծարում էր։ Այն մարդը ինչ որ տարօրինակ է, այս մարդկանց փողը ուր գնում է, ինչ որ ուրիշ բան է ստացվում։ Ինչ որ խերով չի թե ինչ է։ Հա, այս ուժերի տրոլինգն է լավ է, վարչապետը որ ասում է, բան է, 2 հատ տառասը առանց, եթե գրեք ասում է արհամարել բառը, 2 տառասխալից պակաս անեք, ուրեմն դուք ուժեղ եք։ Եվ այո, ուրեմն դուք ուժեղ եք, ես կասեմ, որ դուք ուժեղ եք։ Եվ գիտեք ինչ, այո, ես հենց այդ բառը չի, ինքը բարդ բառ է իմիջայլոց, ես վստահ եմ, որ ու գիտեմ որտեղ կանեն։ Դել գիտես որտեղ կանեն, այդ սխալը։ Բայց այո, Հայաստանի Հանրապետությունում ուժեղ մարդու բանը, այդ կերպարը շատ դեգրադացված է։ Եվ խնդիրն այն է, որ մենք այդպիսինը չենք եղել։ Մեզ մոտ այս 30 տարում է այդպես դարձել։ Այս 30 տարիներում են մեզ դեգրադացրել հավելյալ։ Ուժեղ մենք մեր համար ուժեղ մարդ, դու ունես ուժեղ թանգանոց մեքենա, ունես ուժեղ առանձնատուն, այս էլեմենտներն եմ ասում էլի, որովհետև երբ որ գալիս են սենց հարց են տալիս Արսեն Թորոսյանը, խեղճ Արսեն Թորոսյան, մի հատ հեծանիվ առել։ Այդ պատմությունը։ Մի հատ հեծանիվ առել այդ մարդը, հա։ Բայց թանգով է։ Արել հեծանիվ լինի $5,000, $7,000, իական չէ, այդ մարդը առել է հեծանիվ, որ իր առողջությունը պահպանելու համար Երևանյան փողոցներում քշի, ոչ ճոխությունա, ոչ նշանակում իր հետևից էլ 6 հատ հեծանիվով ախրանիկներ են գնում, չէ։ Չէ, դե։ Այդ մարդը առել է, չնայած ինքը նիհար է, բայց ուզում ավելի նիհարի, լավ, սենց ասենք։ Ուզում առողջապահել։ Ուզում առողջապահել։ Այդ կողմից Թորոսյանը սարսափելի։ Ես գիտեմ։ Այն հիվանդագին ձևով է, էլի վերաբերվում է։ Բայց դե ամեն դեպքում։ Բայց դա իր բնավորության գծին է։ Ճիշտ է։ Այս ուժեղներին անդրադառնալով, հիմա սրանք որտեղ նստում վեր են կենում, մենք ուժեղ, ու գիտես, իրաց լոզունգը ուժեղ Հայաստան։ Հա։ Ուզում ես հասկանաս, իրաց պատկերացրած
ուժեղ, չնայած երբ որ դու նայում ես թե իրենք ում կամակատարն են եւ նայում ես իրենց վերաբերմունքը այդ ումին, դու հասկանում ես իրենց արժե համակարգը ինչպիսին է։ Հա։ Իրանց համար իսկապես Պուտինը ուժեղ ղեկավար է։ Ինձ համար Պուտինը հանցագործ է։ Իրանց համար Պուտինը ուժեղ ղեկավարը այն Պուտինը, ում մոտ բլոգերը, ով եղել է Պուտինամետ բլոգեր, ամեն կերպ աջակցել է, մի օր որոշել է մի քիչ ուղիղ խոսի։ Ես երեք էր կարծում, թե առաջին օրը։ Այդ բլոգերը հիմա գժանոցում է, պարզվել է ինքը գիժ է։ Ընդ որում Մինչև այդ պահը, որ Պուտինին բան էր անում, գովում էր, պրոիշխանական էր։ Մինչև այդ պահը ինքը գիժ էր, լավ, առողջ տղա էր։ Հենց այդ պահին գժվեց։ ինքը իրանց այդ Z պրոպագանդիստներից էր շատ հայտնի։ Հիմա ես քեզ ավելին ասեմ։ Սա ուժեղն է, էլի։ Սա ինձ համար վախի դրսևորում է։ Իրա ընկերները ասում են միակ փրկությունը իրա գժանոցն է։ Հա, փրկում ենք։ Այլապես ինքը գնա 10-15 տարի կնստի ու անհայտա թե որտեղ կնստին, դից էլ կքշեն SVO։ Բայց դեռ նայ, այս մարդկանց համար դա ուժի դրսևորում է, ճիշտ է։ Հա։ Ինձ համար սա վախկոտ մարդու դրսևորում։ Բա իհարկե։ Եվ նույն, ասենք այն ժամանակներից մեր հանրության մոտ կա, չէ, Ստալինի պես մեկը։ Ստալինի նման վախկոտ կենթանի չի եղել աշխարհում։ Նրա նման վախկոտ չի եղել։ Առհասարակ ով գնում է բռնապետության ճանապարհով, բռնակալության ճանապարհով, նրանք աշխարհի ամենաշիզոֆրենիկ վախկոտ երևույթներն են։ Եվ իրանց ամբողջ կյանքը անց են կացնում բունկերներում։ Հա, եթե մենք այս տեսանկյունից նայենք, ժողովուրդ ջան, վստահ եղեք լույսն էլ կտեսնենք, ուժն էլ կտեսնենք, հանգստությունն էլ կտեսնենք, շատ բաներ։ Հայաստանի Հանրապետությունն էլ կտեսնենք եւ մեր եթերը սպառվեց։ Գեցե Հայաստանի Հանրապետությունը։ Գեցե Հայաստանի Հանրապետությունը։ Եթերում սև ու սպիտակներ։ Ամենայն բարիք ձեզ։